Մամաց, վերքը բացվել է։ Նեջարան տարեք սեղանին չպարկացնեք։ Կամաց, ոտքերը։ Այս կամաց, դուրս եկեք ես մի հատ վերքը նայեմ, սակ լավ ես։ Մարգան երիք ասես։ Հա, լավ ես սակ։ Ես կօգնեմ։ Հիմա եթե նորից վերքը բացվի, ինչ պիտի անենք։ Դե Գևորգին կասենք կգա նորից կկարի էլ։ Հեշտ ես ասում կգա նորից կկարի, բա որ մոտը ներքին առնահուսություն եղավ կամ այրան վարակ, ինչ ենք անելու, ամո։ Սա ասել այդ վտանգները հասկանում ենք, բայց իրա որոշումն է հիվանդանոց չգնալը։ Հա եթե նույնիսկ դրանց իր կյանքն է, չէ՞ կախված գոր։ Ինչ ես ուզում որ ասեմ։ Ասում հասկանում եմ վտանգները, հասկանում եմ որ ինքը կարա իր կյանքից զրկվի։ Բայց հիվանդանոց չգնալը սա քոյի որոշումն է։ Չէ, գոր այդ մեր որոշումն է, եթե մենք հասկանանք, որ իր կյանքին ռեալ վտանգ է սպառնում։ Որովհետև ավելի լավ է մարդ ոչ լինի ու հայտնվի բանտում, կամ լինի մահացած։ Արամն էլ էր տենց մտածում։ Վերքը չի բացվել։ Մի քիչ կարելն են իրարից հեռացել, բայց զանգեցի բժշկին, ասաց ինչ անեմ, ամեն ինչ արել եմ։ Ինձ թվում է անհանգստանալու կարիք չկա։ Քնած ամար։ Հա, քնաբերի հետ ցավազրկող եմ սրսկել, որ մի քիչ հանգստանա։ Սևակը մնաց մոտը, որ հանկարծ նորից չընկնի։ Դե գիշերը հերթով կպահենք, բան չկա։ Ահա լավ գաղափար է։ Սուրճ կուզեք։ Դու գնա պարկի հանգստացի Մարջան ապրոս, մենք կդնենք։ Իմ մասին մի մտածեք։ Ես սովոր եմ։ Մար, Սյուզի հետ երբ ես խոսել։ 2 օր առաջ։ Խոստացել եմ հենց նորություն լինի զանգեմ։ Կուզես վաղը զանգեմ հետը խոսես կամ կարող եք այստեղ հանդիպել։ Չէ, կմտածեմ կասեմ։